Բլոգեր եւ դերասանուհի Էլիզ Մելիքյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել հայտնելով այն մասին, որ ստրեսային փուլ ու իրավիճակ է իր կյանքում։ Նա գրել էր հետևյալը. «Երբ հոգեբանի մոտ էի գնում, միշտ ասում էր. ասա ամեն ինչ լավ է իմ աշխարհում։ Ուռած աչքերիս շատ մի նայեք, դեռ երկար կտեսնեք ինձ ստրեսի մեջ, մինչև պատրաստ լինեմ խոսելու, թե իրականում ինչ է կատարվում։ Հիմա գնում եմ շոփինգի, որ մի քիչ հանգստանամ», գրել էր Էլիզան ու չէր մանրամասնել, թե իրականում իր կյանքում ինչ է կատարվում։ Հավելենք նաև, որ վերջին շրջանում Էլիզան շատ հաճախ է նման օրինակ հրապարակումներով հանդես գալիս, խոսելով այն մասին, որ իր կյանքում այդքան էլ հարթ ու լավ իրավիճակ չի ստեղծվել։ Խոսելով շոու բիզնեսյան այլ նորությունների մասին, հարկ է նշել, որ հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն իր ինստագրամյան էջում մոտիվացնող տեսանյութ է հրապարակել։ Star News-ն առանձնացրել է տեսանյութն ու առաջարկում ենք լսել այն։ Գիտեք, միշտ կա պատճառ չմարզվելու, միշտ։ Երեխեքը հիվանդ են, առողջ են, աշխատանք, որին դու նվիրվում ես անձնվիրաբար, մինչև վերջին կաթիլը, մենք ինչին ունենում ենք ժամանակ հատկացնելու, բացի ինքներս մեզ ու մեր առողջությանը։ Ու թող դա լինի էգոիզմ, բայց այսուհետև իմ գլխում կա մեկ գաղափարախոսություն։ Նախ ես, իմ ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, որից հետո մնացած բոլորը։ Սովորաբար իմ մասին ամենաանհավանական վարկածներից մեկը այն է, որ ես խիստ մեծամիտ, գոռոզ եւ էգոիստ եմ, որը ցավոք չի համապատասխանում իրականությանը, ինչ եմ ասում ցավոք, որովհետեւ եթե իմ կերպարը մի փոքր համապատասխաներ իրականությանը, ես կունենայի այլ իրականություն։ Ու ես այդպես միշտ աշխատանքում, ամեն տեղ ընկերության մեջ, ասենց եմ, որ դու մինչև վերջին կաթիլը քո փորձում ես տալ, վերջում բնականաբար, եթե ստրանվել եմ հետ գալ մարզումներից, դա նշանակում է, որ գիշերը մի քայլը պիտի ջերմեր։ Ընդամենը 10 օր ինտերվալով մենք 38 քանիսով գիշերվանից ջերմում ենք։ Ու ես առավոտ արթնացա ու բոլոր մամաները ինձ կհասկանան։ Ես սկսեցի լացել, ես հուզվեցի, ես ասեցի, որ էլ ոչինչ չեմ ուզում այս կյանքում, որ ինձ ոչ մի բան պետք չի, ես չեմ գնա այդ գրողի տարած ջիմը։ Հետո ցած լավ հետ քաշեցի, հագնվեցի ու դուրս եկա։ Ու արեցի 1.5 ժամ մարզումը ու հա ես գոհ եմ ինձանից։ Ու այսօր էլի ունեմ գործեր ու ես էլի եմ բոլոր գործերին հետ գնալու եմ ու նույնը խորհուրդ եմ տալիս։ Այս վերջերս Զարան էր մի հատ վիդեո արել, սթորիներով տենց բորբոքված, չէի կարողանում այդ բանին հասկանալ, հիմա հասկանում եմ։ Ուզում հասկանամ, միտումնավոր ամեն ինչ արվում է, որ այս քաղաքի բնակիչներին հասցվի շիզոֆրենիայի ինչ-որ աստիճանի։ Օրինակ, ամսական քանի անգամ կարելի է Միասնիկյան փողոցը քանդել, շաբաթ, կիրակի, ինչ-որ մարդիկ ուզում են ապրեն, դաժե չապրեն այսօրվա այս իրականության մեջ, ինչ-որ գոյատևեն, ինչ-որ տես եզրեր գտնեն ակետից բեկետ գնալու, բայց դու չես կարող գնաս ակետից բեկետ, որովհետև այն ճանապարհը, որը որ խլում է քեզանից 6 րոպե, հիմա ցույց է տալիս 50 րոպե։ Դա նշանակում է, որ մենք չպիտի ապրենք, աշխատենք, պայմանավորվենք, դուրս գանք, շատ լավ ասած, աշխատենք, հարկ տանք, Պրոստը հնարավոր չի, ես ում հասկանամ, ես ապրում եմ նենց տեղ, որ ամեն օր Միասնիկյանը իմ ճանապարհն է։ Ինչն է այդքան քանդվում ու հավաքվում, էլի։ Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը շարունակում է ինստագրամյան հարթակում ակտիվ գործունեություն ծավալել, պատմելով իր առօրյայի եւ աշխատանքային նորությունների մասին։ Այս անգամ Ռուզաննան պատմել է իր ստրեսային առավոտվա մասին։ Իսկ մենք առաջարկում ենք լսել դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Լույս բոլորին, այսքան բարի օր արդեն, երեխեք սենց ստրեսային առավոտ իմ կյանքում վաղուց չեր եղել, վաղուց, այս ճանապարհներն էլ իմ ինադուկ, հանդածա, փակա, չու մեքենաները գեր շատ են այսօր անկախ նրանից, որ շաբաթ է, մի խոսքով անկեղծ վաղուց չեմ ունեցել սենց ստրեսային առավոտ, ուժս, վայ, շատ վատ է, որ ուշանում ես ինչ-որ մի տեղից ու մի քիչ քեզանից կախված չի այդ ուշանալը, բայց դա պատասխանատվությունը դու ես կրում էլի, չգիտեմ, չանեմ, սենց բան վաղուց չէր եղել իմ հետ, դե լինում են սենց չեպեյոտ օրեր, որ ինչ-որ առավոտից այդ օրը նի պա պլանո ինձ էլի են ինչ-որ դու պլանավորել ես, որ այս գետից այն գետ ես գնալու, հետո սենց ու այս ժամին լինես X վայրում, տենց չի լինում։ Անկում ամենաշատ
շատը չեմ սիրում իմ պատճառով մարդկանց սպասացնել ու նույնն էլ հակառակը չեմ սիրում, երբ որ ինձ են սպասացնում, որ տենց չգիտեմ, օրինակ 15 րոպեից ավել, երբ որ ես ինչ-որ մեկին սպասում եմ, իմ ներվերը ձգվում է, ես ագրեսիվ եմ տրամադրվում այդ մարդու նկատմամբ։ Հիմա պատկերացնում եմ այն մարդիկ, ովքեր ինձ են սպասում, ինչքան ագրեսիվ են իմ հանդեպ տրամադրված հենց այս պահին, բայց դե ես մաքսիմալ փորձում եմ անեմ, որ բայց դե արդեն շատ եմ ուշացել։ Մի խոսքով դեն մեկ կյանքը բումերանգ է, երբեմն այն ինչ որ ես չեմ սիրում, որ մարդիկ ինձ են սպասում, տենց ջղայնանում եմ, վերադառնում է ինձ, որ դե հիմա էլ քո վրա են ջղայնանում ու վատ տրամադրվում։ Ինչ անես կյանքը պատահի։ Կարևոր լուրջ բաներ չի լինում, տեղի չի ունենում։ Թե չմնացածը ինձ թվում է բացատրելով, խոսելով կարելի է իրար հասկանալ։ Չէ, երեխեք անհնար էր մեքենայով տեղ հասնելը, եթե մեքենայով գնայի մի 20 րոպեից նոր կհասնեի, որոշեցի մոտակա մի տեղ կանգնացնեմ ու պրոստը վազելով գնամ, ուրիշ տարբերակ չկա։ Ուժս, ոնց մեքենաս չտանեմ այդտեղից։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս շրջանում նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության մի գեղեցիկ օրնախագծում։ Հենց այս նկարահանման ընթացքից էլ դերասանուհին պարբերաբար իր ինստագրամյան էջում նոր տեսանյութեր է հրապարակում։ Երկրպագուներն ուրախ են կրկին դերասանուհուն էկրաններին տեսնել, իսկ Հասմիկն էլ պարբերաբար ցույց է տալիս, թե ինչ է կատարվում նկարահանման տաղավարում։ Այսօր Հասմիկ Խոջյանը հրապարակել է նոր տեսանյութեր, իսկ Star News-ն առանձնացրել է դրանք եւ առաջարկում է ձեզ դիտել հենց այս պահին։ Երեք համ Instagram-ը, համ Facebook-ը ահավոր վիճակում էին, գրեթե չէին աշխատում ու ընդհանուր համակարգային էր խնդիրը մետայից էր, բայց ես որոշեցի, որ պետք է երեք post անեմ, որովհետև գիտեք, ես ուղղակի սենց անկեղծորեն երբ մտքովս անցնում է, երբ սրտանց ուզում եմ ինչ-որ բան տեղադրել, տեղադրում եմ։ Հենց որ իհարկե այդ երեք երեկոյան տեղադրածս հոլովակ արդեն 100,000 պլյուս դիտում ունի, բայց խնդիրն է, որ լայքերը չեն պահպանվում վիդեոյի վրա, այսինքն մարդիկ սրտիկում են, հետո մտնում նայում են, տեսնում են չկա սրտիկ, այդպես նամակներ հազարավոր եմ ստանում, հենց որ մի հատ ստուգեք հələ ձեր դրած սրտիկը տեսեք կա թե չկա։ Հույս ունեմ այդ խնդիրը կկարգավորվի էջիցս։ Մատոր։ Այ։ Եկո վիճարներ տունը ստեղին նախ։ Ինչերա կատարվում են մեջքի հետևում։ Այսօր։ Եկա մատան վահե։